Հայրեն ասա։ Հայրեն։ Այստեղ ավարտվում է հին հայրենիքն ու սկսվում նորը, գաղթականի հայրենիքը։ Այստեղ ոչ ոք սգալու ժամանակ չուներ, սակայն այս կողմում հայտնվածներից յուրաքանչյուրը մեկական կյանք էր թողել սահմանից այն կողմ։ Կորցրել են իրը, գալիս է Հայաստան, միշտ մտածում է երեխային կորցրել է։ Մերնույթ առաջպատում է, ընտանիքը բոլորը գիտեն, որ այս տղա մնաց Թուրքիա, մեռավ, կորավ, չգիտեն։ Ինք ասելով մեկը մյուսին ասում է, որ գնաք, հանգած գնաք Հայաստանից։ Այս գյուղ, այս տուն, այս տաղ, այս ճյուղ, այս ճանապարհով գնացեք տեսեք, ինչ կա չկա։ Հետո ես պահուստ ունեմ, սանտար դրածա, գնաք, հանեք բերեք, եթե։ Հետո փագեր չեն կարա չեն գնա, մեկ էլ բացվավ ճանապարհը։ Դրանցից մի հատ իրենց աղջիկը հաջողում է գնում է Թուրքիա, գնում է հասնում է պապի ասած տուն, գնում է մտնում է տուն, այս սունել է տենում, այդ ընտանիքը թուրք ընտանիք, երեխա, ամուսին, հարս, ինչ անի, ոնց անի, ոնց բերի ոսկի։ Կանչում է թե թուրքին, ասում է գիտես, ոսում եք ասած մեկ արի, պատմում է գլխի կարածա, ոնց իր աղբերը կորե, չգիտի, չեն գտե, բաց եկել եմ տունս տեսել են, պապիս ասել է Ես սանտար ոսկի կա, կհանեք բերեք, աղջիկը գնում հասում տեղ, տեսնում է, թուրքից խոսում է, ասում է, արի սենց բան կա, պապիս պապն ասե, վերջին հաջող է գել եմ հասել եմ Թուրքիա, արի հանենք կես, ոսկին կեսինց կես։ Թուրքը մտածում տանում բերում է, ասում է, ոնց ես եկել, ինչով ես եկել, ասում է, գնացքով եմ եկել։ Բե եբ ագնում քո գնացք, ասե, ժամ կես, հետո կգնա, ասե, դե դու գնա, ես կհանեմ բերեմ։ Աղջիկը հուսահատ հետ է տալու, բայց երի հուսի չի գտու, գնացքից հա սպասում է, գնացք արդեն կամաց գնում է, հետո յարակասնում, հեց հետ կամաց ժամանակ են ծառի հետև մեղև տղեն, բացելով կջուջա ծերրին, վազում է, հասում է, մտնում է, հարթում է նախորով, որ կուպեն ես, որ դուրն է և մտնում է, սենց կծում է, աղջիկա գետ, կջուջու վազելով վշնում հանցվում է, կջուջի վրա մի հատ թուղթ է լինում, Ասում եմ քույրիկ ջան, ես քո աղբերն եք, այն կորած աղբերն եք, ես թուրքացել եմ, որ ասել քո աղբերն եմ, հայենք ինձ եք կոդորեն, քոջինը կոդորեն, ես կջուջա քեզ, աղջիկը ուշկը նախ գնում է, հետո ուշկը գալիս, տեսնում է կջուջը ոնց դրած է, մի հատ ոսկի չվերց երեխեն, աղբեր հետ կջուջից, վեր գալում է հասում Հայաստան, բայց աղբորը գնում ու կորսում է, այդ կջուջը ոսկին իր աշկի չի Քան կարող եմ քան ունասի ասել դե ես ստեղծում չէ բայց այնքան ծարավ եմ թողել չլինի այնքան գուզում եմ երեխեքից ոչինչ բան չեմ բաղաճ մտածում որ ես եկեք Թուրքիա դեմ մրովը չուգեք ես են պագուսի լիրակ Ինչ եղան այն որբերը, որոնք այդպես էլ չանցան սահմանը Պատմագրության մեջ նրանք չկան ոչ մահացածների, ոչ փրկվածների շարքում։ Bunlar başka bir yerde kalıyordu, başka bir köy kalıyordu. Çako mazraya gittik o. Soydan bana biliyorum. Konk mazrasından kalıyordu. Նրանք ուրիշ տեղում էին բնակվում, ուրիշ գյուղում էին ապրում, Գոմոց վանքի մոտակայքում։ Այդ ժամանակ Թուրքիայում տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Այդ մարդկանց ընտանիքից բոլորին սպանեցին։ Մնացին երկու հոգի՝ Ստեփանն ու Պոլոսը։ Նրանք փախան։ Ճանապարհին նրանց հանդիպեց հորեղբայրս ու բերեց տուն։ 7 տարի իր երեխաների հետ նույն տեղում էին քնում։ Միասին էին ուտում։ Ժողովուրդը տեղյակ չէր, պետությունն էլ տեղյակ չէր։ 7 տարի անց Թուրքիայում վիճակը մի քիչ խաղաղվեց, եւ նրանք կարողացան մարդկանց մեջ դուրս գալ։ Ջոչո Հարուն Փիրշեն գյուղի ամենատարեց բնակիչն է։ Ծնվել է ցեղասպանությունից մի քանի տարի անց Քաղկիկ գյուղում, երկու հայ որբերի կազմած ընտանիքում։
Փրկված հայերի շրջանում ձևավորված պայմանի համաձայն նրան էլ դռմանուկ հասակում որպես հարս հանձնեցին մեկ այլ հայ ընտանիքի։ 8 երեխաների մայր, 48 թոռների տատիկ, Փիրշեն գյուղի վերջին քրիստոնյա ընտանիքի գլուխը, Ջոչո Հարոն, Սասունի մերօրյա լեգենդն է։ Ջոչո Հարոյի խնամիներից մեկն էլ ապրում է Գոմեկ գյուղում։ Ջեմիլ պապիկը Հայաստանից հյուրեր ընդունել շատ է սիրում, հպարտությամբ միշտ ասում է. «Ես Հայաստանում ազգական ունեմ»։ Ջեմիլի 10 երեխաներից 9 Ստամբուլում են։ Գյուղում մնացել է կրտսեր որդին, կնոջ ու 5 երեխաների հետ։ Ջեմիլ պապիկն ու իր հարևան Զարմիկը առաջինն են եղել ամբողջ Սասունում, որ պաշտոնապես իրենց անձնագրերի մեջ նշել են քրիստոնյա բառը։ Ծնվել եմ Հայաստանի Թատենի շրջանի ներքին Բազմաբերդ գյուղում 1984 թվականին։ Մեր ընտանիքից Սասունից եկել է պապիկիս հայրը, Օնջասետո ասում է նրան։ Նա ճանապարհին կորցրել է ծնողներին, հարազատներին ու ուրիշ գաղթականներ են նրան հասցրել մեր գյուղ։ Սասունը ինձ համար ինչ-որ աշխարհագրական տարածք չէ, այլ որ հոգեվիճակ, գաղափարախոսություն։ Ու Սասուն գնալը ինձ համար երբեք չի եղել հագնել կոշիկները, վերցնել պայուսակը, գնալ կանգնել Սարի գլխին ու ասել, որ ահա ես Սասունում եմ, չէ, ամեն օր ապացուցել սեփական գոյության իրավունքը, որովհետև ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամանակ որոշել էին, որ ես պիտի չլինեմ, ու Սասուն գնալ ինձ համար միշտ նշանակել է կատարելագործվել, անընդհատ կատարելագործվել ու ապացուցել, որ չէ, ես պետք եմ աշխարհին, չէ, իմ լինելը ճիշտ է, իմ չլինելը սխալ է։ Մեր ժողովրդի մեջ քարից հաց քաղելու գաղափար տարածված, գիտեք երևի, ու ինձ համար դա ինչ-որ այլաբանություն կամ չափազանցություն չէր, այլ շատ ուղղակի։ Եղբորս հետ գնում ենք արդ, մանկության տարիներին։ Ձեռքով հավաքում էինք քարերը, որպեսզի այդ արտում ցորեն ցանենք, ալուր աղանք ու հաց թխենք։ Ու ինքան առարկայական է իմ համար այդ քարից հաց սարքելու հասկացությունը։ Ընձոր գեցի թրվռած, լեյլեմ լեյլե, լեյլեմ լեյլե, լեյլե մայրո, դու շետ գեցի մրմռած, սևիկ սիրուն շատ խորոդիկ մայրո, ընձոր գեցի թրվռած, լեյլեմ լեյլե, լեյլեմ լեյլե, լեյլե մայրո, դու շետ գեցի մրմռած, սևիկ սիրուն շատ խորոդիկ մայրո, լեյլեմ լեյլե, լեյլեմ լեյլե, լեյլե մայրո, սևիկ սիրուն շատ խորոդիկ մայրո, լեյլեմ լեյլե, լեյլե մայրո,
Զևիկ սիրուն շատ խորոդիկ մայրո Allah kahretsin bu ateş. Ne kadar çok. Ne yapıyorsun? Անբացատրելի զգացումներ ունեցա, երբ ժամանակ անց պարզեցի, որ չէ, այնտեղ հայեր կան։ Ինչ պիտի ասեմ նրանց, երբ որ հանդիպեմ, պիտի ասեմ, կներեք, որ ձեր կողքին չենք եղել, թե պիտի արդարանամ ու ասեմ, գիտեք, մեր համար էլ էր դժվար։ Կամ պարզապես պիտի ասեմ, ես սիրում եմ ձեզ։ Փաստորեն, հնարավոր է ես Սասունում ապրող հարազատներ ունեմ։ Ոնց մասին անգամ պատկերացում չունեմ հիմա։ Ես հանդիպեցի վերջերս մի երիտասարդի, նա Սասունում էր ծնվել, ու այս ամբողջ ընթացքում փաստորեն ապրել էր Սասունում։ Երբ նրան տեսա, այսպես արմանքով ասացի, բա ինչի գլխիդ լուսատեսակ չկա, որովհետև Սասունը իմ համար հեռավոր, ինչ-որ երազային տարածք էր, ոչ թե գոյավոր, շոշափելի, իրական։ Այդ հանդիպումը իրոք շատ բան փոխեց ինձ համար։ Ես հասկացա, որ ամեն ինչ կորած չէ։ Դա բուժումն էր։ Հետաքրքիր է իմանալ իմ նման քանի լուսիններ կան Արարատից այն կողմ։ «1881-ին Սասուն քյուրին, Փշոտ քյուրին ծնեցա։ Մենք 11 քույր եղբայր ենք։ Իմ ասածից պես մեզ հայրիկս 1915-ին իր զարմիգին հետ միասին էր, զարմիգը Հալեբ քասած էր։ Իր զարմիգը լուր արավ, որ Խաչոն փանե Գաբրիգոր, անիգա վերաթարցավ Հալեբեն Սասուն։
Մանկությանս հետ կապված ամեն ինչ հիշում եմ, որովհետև 4-5 տարեկան էի այդ ժամանակ։ Մեր տունն եմ հիշում, մեր տան դիմացի թղթի ծառն եմ հիշում։ Ինչպես էինք հավաքում ընկույզներն ու կոտրում, խաղողները։ Հավաքում ոտքերով ճզմում էինք, օշարակից քաղցր սուջուխ էինք պատրաստում։ Մենք շարան ենք ասում։ Տան ձախ կողմում պատրաստում ու կախում էին։ Մենք երեխա էինք, գնում նայում էինք միշտ։ Մեզ մայրգիս պատմազադենը մեր քյուղը ամեն բանը մենք գրնանք որ խողի մեջը ցնել եւ խողեն առնել։ Գիտեմ որ մեր դունը վերաթարցազադենը ուրիշ մեկը նստերի եւ խողեն մեջը բան խողը աշխատելու սկսավ, բայց նույն բաները չգրսավ խողեն առնել։ Նույն բդողները, նույն ուդելիկները ամեն բանը չգրսավ անել։ Բոլոր այդ զարերը հիմա չկան։ Այն ամենը բանը 4-ան։ Խողերը 4-ան։ Ներկայում Սասունում պաշտոնապես բնակվում են 5 քրիստոնյա ընտանիքներ, իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն կան նաև մի քանի 100 կրոնափող հայ ընտանիքներ մոտ 15 գյուղերում։ Ստամբուլ արտագաղթած ընտանիքներից շատերը, սակայն, իրենց հողը չեն վաճառում։ Գարնանը գալիս են գյուղ, արածեցնում կենդանիներին, մշակում հողը, իսկ աշնանը նորից փակում դռներն ու գնում քաղաք ձմեռելու։ Մինչև անցյալ տարի Սասունում դեռ ապրում էր քույրս։ Նա ամուսնացած էր Խարվեր գյուղում, մեր փեսա Այդենի հետ։ Անցյալ տարի ամռան վերջին նրանք էլ եկան Ստամբուլ, բայց տները դեռ կան գյուղում։ Ամռանս կեսուրը ամուսինը դեռ գնում են արտերը մշակելու, առայժմ այդպես կշարունակվի։ Ստեփան Պապիկիս գերեզմանն այնտեղ է, ամեն տարի գնում այցելում են։ Ne olarak kimlikler kullanmışlar? Ağır değil, samanlık. Hayrgız ev mayrgız Sasun kaçsın. Yani in mayrgız şat keşağ. Veratarsız öyle. Şat keşağ. Hargaf irdunu desav, dunu pager, mega çigar, hoğu ganaçlıkçın çigar. Ես 5 տարեկան եմ վերջը քնալ գղձի մեզի հրգեսին առաջինական որ թրքերեն եւ հայերեն չի գիտեր սկսա տբրոս երտալ մենք բոլոր քույրերը այնադեն սկսա թրքերեն եւ հայերենը միասին սովորելու Տատիկս ազգականներ ունի, նույնիսկ Ստամբուլում իրար կողք էինք ապրում։ Նրանց թոռները չգիտեին, որ նախկինում հայ են եղել։ Այսինքն գիտեին, որ մեզ հետ ազգական են, բայց չգիտեին, որ իրենց մեծերը հայերեն են խոսում։ Տատիկիս հետ հանդիպելիս իրենց պապիկը միայն հին հայերեն էր խոսում։ Բոլորը զարմանում էին։ Այս ինչ լեզվով եք խոսում։ Մենք հին հայերեն ենք խոսում։ Բոլորը զարմանում էին։ Մեր չափ նրանք էլ են խնդիրներ ունենում, այսպես ասեմ։ Ես դրան վկա եմ եղել։ Մեր ներքևի հարևանը կրոնափող հայ էր։ Արդեն երկար տարիներ մահմեդական էին։ Մահմեդականի կյանքով էին ապրում, նամազ էին անում։ Բայց մի աղջկա սիրեց։ Նա իսկական մահմեդական էր։ Նրանք չտվեցին աղջկան, միայն նրա համար, որ տղան կրոնափող հայ էր։ Իմ կարծիքով շատ անմիտ բան է, քո պապիկը, իմ պապիկը, ժամանակին մեկը կրոնափող եղավ, մյուսը մնաց, բայց դու իմ զարմիկն ես, չճանաչեմ քեզ։ Աշխարհում կա մի վայր, որտեղ բոլոր սասունցիները անկախ կրոնից, լեզվից ու բնակության վայրից հանդիպում են տարվա մեջ մեկ անգամ։ Այդ հանդիպմանը նրանք պատրաստվում են մեծ խանդավառությամբ։ Հարյուրամյակներ շարունակ ավանդույթն անփոփոխ է։ Ուխտին նախորդող օրը կանայք մեղրամոմը հալեցնելով պատրաստում են մոմեր, որոնք պիտի վառեն Մարաթուկի վանքում։ Մարաթուկ աստվածածին ծաղի կանաչողեր, երնեք ես աղքի երտենք ու սրտիկ չդողեր, Մարաթուկ սներ կլորվեր
Երեգես մոմեր վարեն գորմատիկ չդողեր Զորավոր զորքիտ մերնեմ խասմար մարեկարեր Հերուտեղից եկիկամ Մանաթուկը, Մարութան կամ ինչպես Սասունում են ասում Մերեթունը, սասունցիների համար աշխարհի կենտրոնն է։ Ոմանք լեռան բարձրունք են հասնում ոտաբոբիկ, հավատալով, որ Մանաթուկը իրենց ուխտը կընդունի, կփրկի եւ կբժշկի։ Մեծ մհերի կառուցած եւ Սասունցի Դավթի վերակառուցած տաճարը այսօր էլ միակ վայրն է, որտեղ հայախոս, քրդախոս, թեթերքախոս բոլոր սասունցիները անկախ կրոնից նորից մեկ են դառնում։ Կամքո, որպես երկիրս և երկիրի ուսած մեր հանրավազով դուր մեզ այսօր և թող մեծ զբաղիս մեր, որպես և մենք թողունք մերոնց բարդավանած և մի տանի զմեզի այբր յան զմեզի չարե զիրկոյ է արկայություն և զորություն և այդ հավիդյանս հավիդյանիս ամեն անհո և օգու սրկու ամեն Yenge, hayren nasıl? Hayren çünkü